այս օրերին էլ ցավոք սրտի աշխատում է իր շուրջը հավաքել Իրանից քիչ բանիմաց մարդիկ, որ ինքը ավելի բանիմաց երևա։ Լոս Անջելեսի հանդիսատեսի անունը դուրս է եկել, ժողովրդական բառուբանով ասած, որ ականջը մաքուր չի։ Նե պետք է ինչ-որ միտեղ համակարծիք լինեմ այդ կարծիքի հետ, բայց փորձում եմ ես իմ կողքս, իմ շուրջս ուղղել ինչ-որ մի բան։ Գիտեմ, որ ձայնագրում եք շարականները, ինչ ծրագիր է դա։ Երաժշտությունները, որը Բերնեի Բերան երգվել են, առաջին անգամն է, որ թղթին է հանձնվել։ Հայկական նվագախումբ ստեղծենք, մի հատ հայկական երգչախումբ, որովհետև ինչքան երաժիշտներ ունենք, այնքան էլ երգիչ-երգչուհիներ ունենք, որոնք շատ հանգիստ կկարողանան այդ երգչախմբում երգել եւ որակ տալ։ Կազմակերպիչ է պետք։ Ոնց հասկանում կազմակերպիչին գտել ենք, մնում է ֆինանսավորումը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ դիտում եք Elscope podcast-ը։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ լայք սեղմեք այն զրույցների տակ, որոնք հավանում եք։ Նաեւ ակտիվ եղեք մեկնաբանությունների բաժնում, գրեք ձեզ հետաքրքրող թեմաները եւ ես անպայման կարձագանքեմ։ Իսկ այսօր ես զրուցելու եմ օպերային երգիչ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանի հետ։ Բարի օր, Պերճ։ Բարև ձեզ, Լիլիթ ջան։ Լավ եք։ Շատ լավ, մերսի, շնորհակալ եմ հրավերի համար։ Պերճ, ձեր մասին ուզում էի ավելին իմանալ եւ համացանցը մի քիչ փորփրում էի, մի տեսանյութ գտա, որի վերնագիրն էր Հասցեն Հայաստան։ Այսօր ձեր հասցեն Գլենդելն է։ Երբ եք տեղափոխվել այստեղ։ Գիտեմ, որ հաճախ եք ճամփորդում Հայաստանում, շատ եք լինում, իսկ մշտապես երբ հաստատվեցիք այստեղ։ Ես COVID-ից հետո եղավ, այսինքն մենք եկանք մարտին եւ մարտի արդեն 27-ից 28-ից բոլոր թռիչքները դադարեցին եւ մնացինք Ամերիկայում, մնացինք Գլենդելում, իհարկե երկար ծրագրեր ունեի, պետքա հագին տեղեր գնայի, բայց COVID-ի պատճառով ամեն ինչ փակվեց եւ ստիպված, այսինքն այդ լոկդաունի ժամանակ եղանք Գլենդելում եւ երբ որ երկար ժամանակ մնացի, չէ, մինչև որս դուր չի գալիս, բայց չեմ նեղվում, աշխատում եմ ամենտեղ աշխարհի որ ծայրում էլ լինենք, հեշտություններ կա, դժվարություններ կա, միանշանակ պետքա հաղթահարել, պետքա տեսնել ինչ կարելի է տալ, ինչ կարելի է ավելի բարձր մակարդակի հանել, իհարկե երաժշտության ոլորտում, որտեղ ես ինքս այդ մասնագիտության մեջ եմ խորացել եւ փորձում եմ եւ կփորձեմ որ լինի ականջի տեղը։ Ես ձեզ առաջին անգամ հանդիպել եմ եկեղեցում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու համերգի ժամանակ, որակով երաժշտություն, որակով համերգ եւ բարձրակարգ մասնագետների կատարումներ եւ ծրագիրն էր հրաշալի։ Մինչեւ ձեր այստեղ հաստատվելը կարծես թե այդ դաշտը բաց էր գոնե Լոս Անջելեսում։ Դուք այդ բացը տեսնելով շարունակեցիք, թե դա այն է, ինչ դուք ուզում եք անել եւ շարունակում եք, որովհետեւ դա ձերն է։ Գիտեք ինչ կա, շատ ճիշտ անդրադարձակ, որովհետև ես երբ որ եկա այստեղ, միանշանակ հաճախում եմ այստեղ հայկական միջավայրում կազմակերպված դասական համերգների եւ դասական համերգների կազմակերպվածությունը, որակը, փայլը, հերթականությունը, այդ ամեն ինչը ինձ շատ էր մտահոգել, այս կերպ ասած, որովհետև Հայաստանում գիտեք, շատ ավելի ամեն ինչ արհեստավարժ է, բոլոր կառույցները շատ լուրջ մասնագետների ձեռքի տակ են եւ ամեն մեկը գիտի իր կառույցի պահանջները, իր կառույցի փայլուն երևալու ծրագրերը, այն արտիստները, որոնք պետք է հրավիրվեն, ելույթ ունենան, ինչ ծրագիր որոնք պետք է այս ամեն ինչը Հայաստանում շատ հեշտ է, բայց այստեղ ես տեսա այդ դժվարությունը իհարկե մեղադրելու չէ, որովհետև երբ որ դուք ասեցիք այդ համերգին ներկա գտնվեցիք, դա միգուցե մեր երկրորդ համերգն էր, Արևմտյան թեմի Կիլիկյան առաջնորդանի Արևմտյան թեմի առաջնորդարանի տարեկան նոր տարվա, այսինքն ավանդույթ դարձած էր, որ մենք ամեն նոր տարուն կազմակերպում էինք մի համերգ եւ առաջինից հետո, որը նորից շատ մեծ հիացմունքի էր արժանացել, բայց ժողովրդի մոտ դեռ
կասկածներ կար, որ ինչ կլինի, արժի գնալ, արժի չգնալ, բայց ես շատ ուրախությամբ արձանագրեցի, որ մեր երկրորդ համերգից սկսած մեր դահլիճները, այսինքն Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին համարյա 1000 տեղանոց մեծ եկեղեցի է, վստահ եմ եղել, այսինքն բոլորը գիտեն, բայց ուրախալին այն էր, որ մարդիկ ոտքի էին կանգնել, նստելու, այո, տեղ չկար, եկեղեցին լեփ-լեց ուներ եւ մարդիկ միջանցքներում ոտքի էին կանգնել, սա շատ ուրախալի փաստ էր։ Երկրորդ ուրախալի փաստը, որ իրենք ես այդ համերգներին կամ այն համերգներին, որ կազմակերպել եմ ես, իրանք եղել են միայն դասական, բայց հանդիսատեսը դա չի զգացել, դասական ինչ-որ բան ներկայացնելը, որը մի փոքր ավելի դժվար հասանելի է, պետք է լինի շատ մտածված։ Հերթականությունը, ստեղծագործությունները մեկը մյուսից պիտի լինի այնպիսին եւ համերգի ընթացքը այնպիսին, որ իրենք չձանձրանան, չզգան, որ ինչ որ միտեղ թափը կոտրվեց համերգ, դա շատ կարևոր է։ Եվ Փառք Աստծո մի քանի համերգ եղավ եւ մեկը մյուսից ավելի հաջող եւ դժվարությունը ասեմ ձեզ, մեծ դժվարությունի, որովհետեւ աշխատում եմ չկրկնել որևիցե մի բան։ Թեկուզ եւ շատ դուրեկան հանդիսատեսի համար, բայց մեկ համերգին հնչած ստեղծագործությունը կամ համերգի ֆորմատը մյուս համերգում չի կրկնվում։ Եթե ճիշտ է մատուցվում, ինքը միևնույնն է շատ ընդունվում եւ ընկալվում է, նույնիսկ երաշտապես ամենաչզարգացած անձի կողմից։ Ինքը զգում է, որ դու իրեն ճիշտ բան ես ներկայացնում, կատարյալ գործ ես ներկայացնում եւ ինքը անկախ ամեն ինչից ինքը հասկանում է, թե չի հասկանում, ինքը բարձր է գնահատում։ Ձեր համերգները իսկապես անցնում են լիքը լեցուն դահլիճում, բայց դասական երաժշտության էլի որակով երաժիշտների համերգներ չեն հավաքում դահլիճի կեսը։ Դա լուրջ հետևողական աշխատանք է, որովհետև ես հիմիկուցե կարող է ծիծաղալու թվա, բայց այդ համերգներից առաջ ես իմ հեռախոսի, այսինքն քոնտակտները նայում եմ եւ ովքեր որ գիտեմ, որ տրամաբանական իրանք կարող են ներկա գտնվել, ես անձամբ շատ գեղեցիկ ձևով ձեզել եմ հաստատ հրավիրել եւ շատ մեծ սիրով եմ անում, դրա մեջ ոչ ինչ-որ նվաստացուցիչ, ոչ ինչ-որ ամոթ բան կա, երբ որ ես գեղեցիկ բան եմ անում, ցանկանում եմ, որ դուք էլ մասնակից լինեք, մյուսն էլ մասնակից լինի։ Այսինքն մի տեսակ տարածման առաքելություն եք վերցրել ձեր վրա։ Ամեն ինչը, ամեն մի բուջուրիկ դետալ իր կարևորությունը ունի։ Կարևորություն ունի բեմը զարդարելը։ Եվ այդ ամեն ինչը նվիրվածություն է, այդ ամեն ինչը գումար է։ Օրինակ Աստվածածին եկեղեցու վարչական կազմը, այսինքն ատենապետը եւ իրենց այդ վարչական կազմը, իրենք ջանք չէին խնայում, որ եկեղեցին ամենագեղեցիկ ձևով երևի։ Իհարկե այդ ամեն ինչը ներդրում է, ծախս է։ Այո, իրոք շատ գեղեցիկ էր ամեն ինչ զլանում։ Ես չէի զլանում աշխատանքից, հավաքելով ճիշտ կտորները իրար հետ եւ ստեղծելով մի գեղեցիկ պատկեր, որը շատ գեղեցիկ կթվա հանդիսատեսին։ Ես գիտեմ, որ իսկական արվեստը դա մանրուքներ է։ Ամեն ինչ մանրուքի մեջ է իհարկե, հաջողությունը եւ մեծ կծախողումը, շատ բուջուր դետալները, որ ամեն ինչը պիտի շատ ճաշակով, շատ ուսումնասիրված։ Այ որ ասում եք մանրուքները պետք է պլանավորված լինեն եւ մտածված լինեն, աշխատված լինի ամեն ինչը, գիտեք, երբ հանդիսատեսը դա զգում է, դա թարգմանվում է իբրև հարգանք հանդիսատեսի նկատմամբ։ Իհարկե, դա խաբեություն չէ։ Այո։ Իսկ հանդիսատեսը շատ լավ զգում է, երբ որ ինքը խաբեության մեջ է հայտնվում։ Կամ փնթի վերաբերմունքի։ Դա միևնույն է խաբեություն, չեմ ասում միտումնավոր։ Այո։ Դա ինչ որ ինքը գնում է մի պատկեր իր մտքում, որ ինքը պիտի տեսնի այդ պատկերը, մեկ էլ լրիվ հակապատկեր է տեսնում, արդեն ինքն իրեն խաբված է զգում։ Բայց միայն սա չի պատճառը, չէ։ Լոս Անջելեսի հանդիսատեսի անունը դուրս է եկել, ժողովրդական բառուբանով ասած, որ ականջը մաքուր չի։ Դուք ինչ եք այստեղ տեսել, երբ հաստատվեցիք այստեղ ապրելու եւ հիմա նաեւ գործ ունեք հանդիսատեսի հետ, այդպես է արդյոք։ Գիտեք, միևնույնն է պետք է ինչ-որ միտեղ համակարծիք լինեմ այդ կարծիքի հետ, բայց ես տեսնում եմ պատճառները, աշխատում եմ տեսնել պատճառները,
աշխատում եմ իմ չափով, ես իհարկե մի հատ անհատ եմ, մեծ ազդեցություն չեմ կարող ունենալ, բայց փորձում եմ ես իմ կողքս, իմ շուրջս ուղղել ինչ-որ մի բան։ Այո, որովհետև այն ժամանակ, որ Ամերիկա տեղափոխվեցին, այսինքն 70-ական, 80-ական կամ 90-ական թվականներին, հիմնականում կարիքավոր, այսինքն վատ կյանքից կամ վատ երկրներից, այսինքն մի քիչ ավելի արևելյան կոլորիտով երկրներից տեղափոխվեցին, որը իրենք դասականի հետ կամ հայկական այդ բարձր երաժշտության հետ կամ բարձրաճաշակ երաժշտության հետ առիթ չեն ունեցել առնչվելու։ Ես իրենց չեմ մեղադրում երբևէ։ Միանշանակ, երբ որ դու չես տեսել, չես լսել, շփվելու ժամանակ քեզ ժամանակ է պետք, կարիք է պետք, քեզ ուղի է պետք, որ կարողանաս ինչ-որ այդ խռովությունը հարթել բարձր ճաշակի երաժշտության հետ, բայց ինձ ավելի մտահոգիչ է, դա միգուցեև ընդունելի է, բայց ես եթե այսօր ինչ-որ մի բան սխալ եմ անում կամ սխալ եմ արել, ես աշխատում եմ իմ երեխային այնպես անեմ, որ ինքը նույն սխալը չանի եւ գտնում եմ այն ճանապարհները, որ ինքը չանի այդ սխալը։ Այսինքն ես էլ եմ կարող ամիգուցե ժամանակին ես Սիրիայում ապրել եմ, որովհետև հայրս Սիրիահայ է եղել։ Ես Սիրիայում ապրել եմ, ես էլ եմ այնտեղ լսել միգուցե մեկ թուրքական երաժշտություն, միգուցե արաբական մուղամներ, լսել եմ, բայց ես այսօր աշխատում եմ երեխային դպրոց տանելուց դասական երաժշտություն լսել տամ, իհարկե ես էլ եմ կարոտում լսում, միասին լսում ենք, բայց փորձում եմ միայն դա չեմ թողնում, հետ գալուց էլ ինքը իր երաժշտություններն ա դնում, մենք միասին լսում ենք, բայց կամաց մեջ ինչ-որ մի բան բուն ա դնում, բացատրում եմ ես երաժշտան, տեսնում ես այս մասը, այսպես, բայց եթե նույնիսկ ծնողը չկարողանա, շատ կարևոր դեր ունի երեխաների դաստիարակությունը դպրոցներում, երաժշտական դաստիարակությունը երեխաների դպրոցներում։ Ես այս տարի առաջին անգամն էր, որ սկսեցի դասավանդել Ազգային Մեսրոպյան վարժարանում, շատ ուրախ եմ, շատ հայեցի մթնոլորտ է, ամեն ինչ հայերեն է հոսում, այսպես ասած, մեր գիրերը, մեր տառերը, ամեն ինչ տեղն է, բայց ես տեսա մի հատ խնդիր երեխաների մեջ, որովհետև իրենք ուզում են երգեն այն երգերը, որոնք իրենք լսում են կամ իրենց հաճելի է կամ ինչ-որ հեռուստատեսությունից, YouTube-ից կարողանում են լսեն, բայց դա դպրոցի համար պիտի լինի այլ ծրագիր, պիտի երեխաները միգուցե մանկապարտեզից մինչև 6-րդ կամ 7-րդ դասավանդվեն միացյալ մի ծրագրով, որտեղ երաժշտական կրթություն ստանան դպրոցում նկատի չունեմ, միգուցե շատ մանր սոլֆեջո, շատ փոքր, բայց մենք անցնում էինք ներողություն ընդհատեցի, մենք ունեինք ժամ, շաբաթական 1 ժամ կարծեմ, այո։ Հայաստանում այդ ամեն ինչը ծրագրվել է, այսինքն ես տեսնում եմ գրքեր, որ առաջինից 6-րդ կամ 7-րդ եւ բացեցի ուսումնասիրեցի, ինքը շատ ճիշտ, մեջը շատ իհարկե ասում եմ, դա հիմա կարող է Հայաստանի երգերը եւ Սփյուռքի երգերը մի քիչ իրար հետ չխոսելու խնդիր ունենա, բայց կարելի է 60%-ը համաձայնեցնել, որը հաստատ պիտի լինի, իսկ այն երգերը, որ ասենք հայ հասարակության կողմից Հայաստանում ընդունված, դա միգուցե ճիշտ է այնտեղ սովորեցնել, այստեղ էլ, այսինքն այդ 40%-ը սովորեցնել այն երգերը, որը սփյուռքահայության կողմից ընդունված եւ մատչելի է մեր սփյուռքահայ լսողին, բայց այս 6 տարիների կամ 5 տարիների կամ 7 տարիների ընթացքում պետք է դասավանդվի անպայման մեր պատարագը, հայ հոգևոր պատարագից հատվածներ։ Ես արեցի հայրմերը, եկմալյան հայրմերը, որը բոլորս լսել ենք իհարկե, տեքստը բոլորս գիտենք, բոլոր հայ քրիստոնյա գիտի, բայց որ միասին իրենք երգեին մարդը հայրմերը, ես գիտեմ, եւ գիտեմ, որ մեկ-մեկ երեխաներից շատ են պահանջում, մեկ-մեկ զգում եմ, որ դա իրանց տարիքից շատ է, որ ես պահանջում եմ, բայց միևնույնն է, իրենք հաղթահարում են ահագին բան։ Եվ միգուցե ինքը մեկը 80%-ով կհաղթահարի, մեկը 60, մեկը 90, բայց այդ
երեխաները միասնաբար իմանում են այդ երգը։ Եվ ինչու՞ չէ կարելի է նման ձևով, այսինքն ամեն մի տարվա մեջ կարելի է 2 հատված պատարագից սովորեցնել եւ հետո չբողոքել, որ ինչու երեխաները չեն գնում, երիտասարդները չեն գնում եկեղեցի, երիտասարդները չեն գնում հայկական ակումբներ, որովհետեւ չգիտեն ինչի գնան։ Հետո բողոքում ենք, որ օտար ամուսնություններ ա լինում, որ սկսում են ձուլվել։ Բա կձուլվեն, որովհետեւ նայեք այդ հայկական երգերը, այդ կոմիտասները, որ ես իրանց սովորեցնում եմ, նենց են երգում, որ ես հուզվում եմ, ես չափ տալուց աչքս լցվում էր արցունքով, որովհետեւ իրանց մեջի այդ հայ զգացողությունը, այդ հայգեն իրանց մեջ կա, դու ուր ուզում ես գնա աշխարհի լուսնի վրա հասի, բայց մեկ այդ քո հայ արմատը քո մեջ բունդրած է, եւ անհնար է, որ կոմիտասի նման կամ կոմիտասի երաժշտությունը կամ հայկական մեր սիրված երգերը կամ ինչ ասեմ մեր հոգևոր շարականները եւ երգեցողությունը պատարակի իրենց մեջ չարտնացնի այդ հայ եւ իրենք ուրախ չզգան։ Իհարկե Հայաստանում հիշում եմ 2000 թվականին հետաքրքիր էր մի հատ ակցիա արեցին, մայստրո Հեկեկյանն էր անում, միանանք երկով ակցիա էր։ Եվ ես մասնակցել եմ որպես կոնսերվատորի ուսանողներ, գնում էինք տարբեր մարզեր, գյուղեր, այսինքն մի խումբ էր, որը 3 հոգի այս գյուղը, 3 հոգի այն գյուղը, 3 հոգի այն, եւ աշխատում էինք սովորացնել 3 հայկական շարական, մեկը կոմիտասի հայրերն էր, մեկը սուրբներ, հիմա ճիշտ չեմ հիշում, բայց 3 երկ, որը գնում էինք դպրոցներում գյուղի արվեստի տանը Սիրուն ծրագիր է եղել։ Շատ հետաքրքիր էր, հետո նպատակն էր, որ Հրազդան մարզադաշտում 60 կամ 70 հազար անձ է տեղավորվում, որ պետք է բոլոր մարզերից գային եւ այդ 3 կամ 2-3 երկը հնչեր այդ մարզադաշտում։ Չէ, ինչքան լավ գաղափար է, ինչքան յուրօրինակ գաղափար է, միգուցե աշխարհում չկատարված կամ չեղած ինչ որ բան է։ Բայց այդ երեխաները երբ որ դպրոցից ինքը կիմանա, այդ ծրագիրը շատ հեշտ կլինի իրագործել։ Բայց պիտի լինի միասնական մի հատ ծրագիր, որտեղ կոմիտասից, որտեղ կոմիտասը երգեր ունի, որ նախ երեխաների համար շատ բարդ է կատարելը, երկրորդ մի քիչ իրանց ավելի մատչելի պիտի լինի, որ իրանք մի քիչ ուրախել լինեն կատարելուց, մի քիչ ինչ որ շարժ լինի, բան լինի։ Կարելի է որոշել ամեն տարի մեր ժամանակ երաժշտական դպրոցը ուներ ծրագիր, կոմիտասը էինք երգում եւ շատ հեշտությամբ տրվող երգեր էին եւ սիրով մինչեւ այսօր ես իմ երեխաների համար երգում եմ, այնինչ դպրոցում եմ սովորել 7 տարիների ընթացքում։ Գիտեք, բայց որ ասում եք հայկական դպրոցներում ներդրվի ծրագիր, հայ աշակերտների մի մասն է մենակ գնում հայկական դպրոցներ եւ մի մասն էլ զգալի մասը գնում է հանրային դպրոցներ։ Կարծում եմ թերևս արժի ծրագիր ստեղծել եւ այդ ծրագիրը տալ եւ ազգային վարժարաններին եւ հանրային ամերիկյան դպրոցներին, որտեղ կան հայկական ծրագրեր, որպեսզի ներառեն իրենց ծրագրերը։ Heritage Month են ունենում, չէ՞։ Այդ ամիսը կարելի է օրինակի համար 2 հատ հայկական կամ 2 հատ կամ 3 հատ հայկական երգ սովորեցնել, ինչի՞ չէ։ Այսինքն իրենք նեն չէ որ բոլոր երգերը անգլերեն են սովորում, չէ՞։ Չէ, սովորում են հայկական ծրագրեր։ Իսպաներեն են սովորում կամ ասենք իտալերեն են սովորում ինչ որ բաներ, կարելի է ինչու՞ է, չէ, այդ ամիսը ասենք հայկական ծրագիր անել, որովհետև հայը շատ է եւ այսինքն բոլորը գիտեն, որ ուսանողների էլ մեծամասնությունը հայություն է եւ կարելի է մտցնել միանշանակ։ Շատ ճիշտ արձանագրեցիք։ Վերջ, ժամանակին եթե մեղմ փորձեմ ձևակերպել հարցը, ժամանակին շատ տարածում չուներ ռաբիս երաժշտությունը եւ արևելյան մոտիվներով երաժշտությունը, բայց հիմա մեծ սրահներ է լցնում եւ Լոս Անջելեսում եւ Հայաստանում եւ վերջերս էլ այդպիսի մի համերգի ականատես եղանք եւ մարդիկ իրար պատմում էին զարմացած, մեդիան անդրադարձավ, ինչով է սա բացատրում, ինչն է պատճառը ձեզ։ Անգրագիտություն, կրթության պակաս։ Միգուցե ես էլ կողմնակից չեմ եղել այդ ինչ որ ռուսական բարքերին այդ ժամանակ, բայց մի բան հարգում եմ, որ կար կրթվածության բարձր մակարդակ։ Այսինքն ընդհանուր առմամբ բոլոր մեր մեծ տարիքի
մարդկանց հետ երբ որ շփվում ենք մեզնից տարեցների հետ, իրանք կարդացած էին, իրանք խոսել գիտեին, ոչ ոք այդպես փողոցային ժարգոնով չէր խոսում, ամեն մեկ ուներ իր մասնագիտությունը, բայց ասում եմ, այդ փլուզումից հետո այն տարիներին, որ մենք պիտի իհարկե այդ տարիներին ռաբիզը ավելի այդ փողոցային երաժշտությունը մտավ, երբ որ ժողովուրդը հավաքների ժամանակ հավաքվում էին եւ իրենց ոգևորող ինչ որ երաժշտություն էր պետք եւ դա կլիներ այդ ֆիդայական երգերը կամ ինչ որ բաները, որոնք սկսեցին ավելի բարձր մակարդակի, հետո քանի գնաց, սկսեց մակարդակի իջնել, որովհետև այդ տարիներին դուք եղել եք իհարկե, ես չգիտեմ եթե եղել եք այդ տարիներին, բայց ես չեմ եղել, ես արդեն վերջում եք, այն 95 թվականից եկա, երբ որ արդեն ինչ որ բաներ փոխվել էր, բայց այդ տարիներին մեծ բաց թողում եղավ կրթական համակարգում, որովհետև դժվար էր, լույս չկար, երեխաները այսինքն իներցիայով դեռ կար, պահպանվում էր, իներցիայով կար իհարկե, բայց ինքը մարող բնույթ էր կրում, ինքը զարգացում կրող չէ, որովհետև մարդկանց խնդիրները այլ էին, մարդիկ գումար, ուտելիք հայթայթելու, վառելիք, տաքանալու, միշտ հիվանդ, վատառող երեխան սնունդ չէր ստանում, ոնց կարելի է առանց սնունդի սովորել կամ ինչ որ արդյունավետ լինել, այդ ամեն ինչը ազդում է, չի կարա չազդի։ Եվ դրանից հետո գնաց, հետո եկավ ինչ-որ մի հատ ազատության շրջան, որտեղ մի քիչ քննադատական պիտի հնչի, բայց ամեն մարդ այս օրերին էլ ցավոք սրտի աշխատում է իր շուրջը հավաքել Իրանից քիչ բանիմաց մարդիկ, որ ինքը ավելի բանիմաց երևա։ Դա իմ համար կործանարար է։ Որովհետև եթե ես բերում եմ այն մարդիկ իմ կողքը դնում եմ, որոնք թույլ են, որ ես լավ երևամ, ստացվում է, որ աշխատանքը թույլ երևաց, որովհետև մի հոգի ուժեղ լինելով շուրջը, ասենք թե 50 հոգի թույլ լինելով, ճիշտ է, ես այդ 50 հոգիի մեջ լինում եմ ամենան, ինչ ասեմ, արդեն ինքը ընկալվում է ճիշտ, բայց լավը գնաց տեղը ավելի ցածր մակարդակով ղեկավար փոխվեց, այդ քիչ ցածր մակարդակովին հանեց, բերեց ավելի ցածր մակարդակովը, որ ինքը ավելի բանիմաց երևա։ Եկավ ավելի երաժշտական հաստատությունների կադրային քաղաքականությունը նկատի դա էլի նկատի ունեմ։ Դա էլ, բայց դա միայն չէր կարա երաժշտականում լիներ։ Դա համատարած ինչ որ մի բաներ, որը կարծում եմ մեծամասնությամբ բոլոր ոլորտներում տեղի ունեցավ եւ տեղի է ունենում, որովհետեւ ցավոք սրտի անգրագետներին ղեկավարել ավելի հեշտ է, քան թե եթե շուրջդ կան բանիմաց մարդիկ, շուրջդ կան իրենց եսը ունեցող, իրենց գաղափարախոսությունը ունեցող, բայց այդ մարդկանց հետ լեզու գտնելը եւ մի բերելով ստեղծել մի ուղի, որը կլինի շատ բարձր եւ շատ ճիշտ, դա է ամենաբարդը, բայց դա է ամենաճիշտը։ Իսկ այստեղ ինչ եք կարծում, ինչը կփրկի, ինչը կօգնի։ Այսօրվա օրոք ահագին փոխվել է։ Եվ այսօրվա օրոք ես շատ ուրախ եմ, օրինակ ակադեմիական թատրոնում ես երևի 20 տարի ավել էր աշխատում էի, մինչև այսօրս գնում եմ իմ ներկայացումները մեծ սիրով ինձ հյուրընկալում են, շատ ուրախ եմ, ես էլ եմ շատ մեծ կարոտով գնում այսպես ասած։ Սկսեցին բեմադրել մանկական օպերաներ, այսինքն Մարդուկ ջարդուկը, Մուկ օպերան, Ճպուրը, տարբեր եւ կա ծրագրեր եւ երեխաները գնում են, երեխաները մտնում են այդ դահլիճը, առնչվում են, լսում են երաժշտություն, դա է ճիշտը, դա է ուսուցողականը, մենք այն ժամանակ 2000 թվականներին աշխատում էինք, որ այս բանը լինի, բայց դեռևս այդքան մեծ չէր շարժը, բայց այսօրվա օրոք մենք ունենք 3 կամ արդեն 4-րդն են բեմադրում, մանկական ներկայացում, մանկական օպերային ներկայացում, ժամանակակից որակի փոփոխության սկիզբը։ Իհարկե դա երեխան գնում է, տեսնում է իր մեջ ինչ որ պայծառ մի հատ բույն է դնում, որը հետո մի քիչ դպրոցում խրախուսելով, չէ, մի քիչ կրակը ոնց որ ավելի դպրոցում ընտանիքում նաև, այո, թեժացնելով ինքը արդեն երիտասարդ երբ որ կգա, կուզի արդեն գնա երաժշտական դպրոց կամ ինչ որ սեր կունենա երաժշտության հանդեպ, գիտեք
Նույն բանն է, շատ կարևոր է երիտասարդության վրա անպայման աշխատել։ Շատ կարևոր է, իրանք շատ ճկուն են, իրանք կարող են անել այն ինչը, որ մեր մտքից չի անցնի։ Ես մանկապարտեզի երեխեքը մի շաբաթում կամ 10 օրում երգ սովորեցին, որ պատմում եմ մարդկանց, իմ հավատը չի գալի։ Բայց իրանք չիմանալով բառ, նոր տառ, չիմանալով նոտա, չիմանալով երաժշտություն, բայց իրանք շատ լավ խմոր են, շատ ճկուն խմոր են։ Իրանց մեջ կարելի է շատ շուտ սերմանել, շատ շուտ։ Ուղղակի պետք է հետևողական մի քանի տարի վրա հետևել։ Եվ նույն բանը այստեղ պետք է լինի։ Ոչ թե ասեմ, որ միգուցե ծնողների նվիրվածությունը այն կլինի, որ իրենք չներվեն այդ երեխեքին քշելուց, տանելուց, այսինչ միջոցառմանը, բերելուց այնինչ միջոցառմանը, որտեղ ստեղ գիտեք հերավորը, հիմա կարող Գլենդելում է լինում, մեկը Մոնտեբելոյից պիտի գա, մեկը Փասադենայից գա, մեկը Լոս Անջելեսից պիտի գա, այստեղ այս բարդությունը կա, բոլորս անում ենք, բայց պետքա չզլանանք։ Ես ինքս հիմնադրեցի Artsant Beyond Cultural Foundation-ը նպատակ դնելով, որ այնպիսի համերգներ կազմակերպվի, որ ինչ որ մի ձև երեխաներին ծառայի որպես կամուրջ, որպես ուսուցողական ինչ որ մի տար, որ իրենց կմոտիկացնի ավելի կամ իրենց մեջ ճաշակ կձևավորի երաժշտական, որը հաջորդ իրենց հետագա կյանքի համար կդառնա ինչ որ ուղեցույց։ Եվ վերջինը որ եկակ խոստացել էի, որ շահույթի մի մասը պետքա իհարկե շահույթ ճակերտավոր շահույթ եղավ, խոստացել էի, որ պիտի տրամադրեմ անպայման աուտիզմով տառապող երեխաների հոգսերը կամ կարիքները հոգացող կազմակերպության Armenian Autism Outreach Project-ին եւ մեր նվիրատվությունը արեցի մեծ սիրով, որովհետեւ գիտեք իրենք էլ կարիքներ ունեն, օքեյ, աստվածադուր ինչ որ բաներ կա, թերություններ կամ պատասխաններ, իհարկե դժվարություններ կա, բայց անհաղթահարելի չէ, երբ որ բոլորը միջավայրում, բոլորը հասարակության մեջ կգիտակցեն, որ իրենք էլ են Աստծո էակները եւ պետք է իրենց էլ մեր հետ նաեւ հասարակության լիիրավ անդամ պետք է ինտեգրվեն։ Բացի այդ երաժշտությունը նրանց կարծեմ շատ օգնում է։ Այո։ Ինտեգրվել նաեւ այս կյանքին։ Իրենց աշխարից գալ դեպի արտաքին աշխարհ եւ հաղորդակից լինել ավելի։ Մենք մեր եկեղեցում Լակրասենտայի հրեշտակապետած եկեղեցում տաղավար տոներին, որը 5-ն են մեր հայ եկեղեցու, իրանց հյուրընկալում ենք առավոտը եւ ըստ հավուր պատշաճի, այսինքն որոշակի ժամերգություն ենք ներկայացնում եւ իրենք լսում են, աղոթում են, մասնակից են դառնում, իրանց դեմքի արտահայտությունները իմ համար անգնահատելի է, երբ որ իրենք զգում ես ինչ որ մի էմոցիա են, հիմա չեմ կարող բացատրել դա ինչ է, բայց իրանց մեջ ինչ որ մի բան շարժվում է, մի բան էփվում է Եվ հետո ծանոթանում են, այսինքն եթե ջրօրհն եկա, իրար օրհնված ջրով իրար խաղում են կամ վարդավարա իրար վրա ջուր են ցանում, պետքա փորձել, պետքա պրպտել։ Այո, այդ օրը ձեր համերգին լսեցի ձեր նվիրատվության մասին ու զարմացա, որ այդպիսի հայկական կազմակերպություն կա աուտիզմով տառապող երեխաների օգնության գործերով զբաղվող կազմակերպություն, կարծում եմ կարևոր կլինի ձեր օգնությամբ առաջիկայում զրույցներից մեկը հաստատ այդ կազմակերպության հետ կլինի, որովհետև համայնքում կարծեմ թե իրենց մասին շատ չգիտեն, մինչդեռ աուտիզմի խնդիրը գնալով աճում է։ Աճում է։ Ես անցյալ օրը վիճակագրություն նայեցի հեռուստատեսությամբ, իհարկե չեմ կարող ասել, որ ուրախալի էր, բայց 70-ական թվականներում ամեն 50 երեխայից մեկն է եղել, հետո 90-ական թվականներին ամեն 34-րդ երեխաներ եւ այսօր ինչքան գիտեմ ամեն 20-րդ, 23-րդ կամ 24-րդ երեխայից Ամերիկայի Միացյալ Նահանգներում նկատի ունեմ տառապում է աուտիզմով, ինքը ցույց է տալի, որ այդ
ստրեսային վիճակը միանշանակ ամեն ինչ իր գիտեք այդ լարված կյանքը ստրեսը մտածմունքը հոգսերը վատառողջ ապրելը չքնելը չսնվելը իհարկե այդ ամեն ինչ էկոլոգիա որ նոր խոսեցինք ներկա բանից հաղորդումից առաջ որ այդ պատերազմների այդ ահավոր այդ ռումբերը բան ինչքան ազդում երկրի կլիմայի վրա փոփոխությունների վրա այդ ամեն ինչը մարդկանց առողջության վրա ազդում է միանշանակ եւ ինչքան հասկանանք որ դա ավելի արմատացող խնդիր է դառնում մեր հասարակության մեջ եւ մեր հասարակությունը ավելի իրազեկ եւ պատրաստ պահենք այդ դժվարություններին դիմակայել եւ այդ մարդկանց չոտարել որովհետեւ իրանք էլ մեր նման աստծո ստեղծած էակներն են եւ չի կարելի ծնողներին նաեւ դա էլ շատ կարեւոր է Պերճ դուք այս գործը եկեղեցական հանդիսությունների ճանապարհն եք ընտրել, հետո մտադիր եք փաստորեն մուլտֆիլմներով շարունակել եւ ընդլայնում եք գնալով, չէ, բայց այնուամենայնիվ մենակ եք ես դաշտում կարծես թե, բայց մինչդեռ Լոս Անջելեսում դուք ասում եք իմ լացը գայսը, բայց չեմ կոտրվի չկոտրվեք վստահ եմ որ շուտով ձեզ կմիանան երաժիշտներ հենց դա էի ուզում հարցնել Լոս Անջելեսում կան շատ որակով երաժիշտներ որոնց մի մասին հանդիպեցի ձեր համերգներին մի մասին հանդիպեցի տարեց երաժիշտներից մեկի մավան թաղման արարողության ժամանակ եւ դալիճը լի էր երաժիշտներով որոնց Հայաստանից գիտեի երաժիշտներ որոնց կարելի է վերջում միավորել մարդիկ այստեղ լավ գործ անեն եւ բարբերաբար համերգներով հանդես գան դա եւ իրենց համար լավ կլինի կզբաղվեն իրենց սիրած գործով հասարակության համար կսկսենք միգուցե ձևավորել երաժշտական ճաշակ այո շատ ճիշտ եք նկատել որ օրից օր շատացան եւ այսօր բավականաչափ եւ որակով երաժիշտներ, որովհետեւ ես Հայաստանում եղած ժամանակս բոլորին գիտեմ, որովհետեւ տարբեր որ ասես տարբեր ճյուղերում աշխատել եմ, հոգեվոր, տաղարանում, էջմիածնում, ամենտեղ աշխատել եմ եւ մոտավորապես 90%-ին գիտեմ եւ մեջերից այնքան լավ երաժիշտներ, իհարկե մի կողմից ափսոսում եմ որովհետև գիտեմ այդ երաժիշտը ինչքան բարձր որակ էր ապահովում Հայաստանում, բայց մի կողմից էլ նայում եմ այնպես, որ ինքը եկել է այստեղ մի ուրիշ միսիա կատարելու։ Այսինքն, ինչպես ես այնտեղ թողեցի, ասենք, կամ ինչ-որ բերումով, ինչ-որ մի պայմանների բերումով հայտնվեցի այստեղ, բայց փորձում եմ իմ փորձը փոխանակել։ Եվ վստահ եմ նույնն էլ իրենք են փորձում առանձին այս ամեն ինչը դասավանդելով երեխաներին, որովհետև իրենց դասավանդելը ճաշակով երաժիշտների, բեմի փորձ ունեցող թրծված երաժիշտների դասավանդելը ուրիշ է, նոր մեկը, որ ինչ-որ կիսատ պրատ դաշնամուր է ավարտել կամ ինչ-որ նոր ջութակ, չգիտի, բեմ չի բարձրացել, բայց նվագում է իրանց փորձ փոխանակելը շատ տարբեր է, որովհետև ես դա գիտեմ իմ ուսանողներից, երբ որ ես իրանց հետ քողարկված նույնիսկ վոկալ եմ պարապում, իրենց երբ որ ես իմ հետները երգում եմ, իրենք զգում ես, որ քո բերանի ձևը, քո հնչողությունը իրենք կապի են անում։ Իսկ դա շատ լավ է, դա իրանց տանում է միանգամից անգիտակցաբար տանում է ճիշտ ճանապարհ։ Բայց շատ կարևոր է, որ այս երաժիշտները մի քիչ էլ գնահատված զգան եւ ամեն ինչ ես իհարկե ասում եմ դա միգուցե իմ երկրորդ ցավերից մեկն է որ ես կուզեմ կամ աշխատում եմ իհարկե հնարավորինս իմ շուրջ հավաքել բայց ես չեմ կարող բոլորին հավաքել բայց մենք կարող ենք շատ հանգիստ մի հատ հայկական նվագախումբ ստեղծենք եւ մի հատ հայկական երգչախումբ որովհետեւ ինչքան երաժիշտներ ունենք այնքան էլ երգիչ երգչուհիներ ունենք ոչ միայն դասական, բայց լավ ժողովրդական երգիչներ, լավ այն, որոնք շատ հանգիստ կարողանան այդ խորում, այդ երգչախմբում երգել եւ որակ տալ։ Նույն բանն էլ եւ ինչու համար չէ տարին մի քանի անգամ օրինակ ապրիլի 24 է լինում։ Առանձին ամեն մեկը կծկտուր ինչ որ բաներ են կազմակերպում։ Ինչի մի հատ բացօթյա օրինակի համար, ինչի մի հատ Hollywood Bowl-ում մի հատ լուրջ ինչ որ համերգ չլինի նվիրված Չէ, սա դեմք է, չէ, սա երկրի դեմք է։ Մենք ասում ենք, ինչի Hollywood Bowl, ինչի
կներեք ինձ, երբ որ իհարկե թող բան չթվա, երբ որ ուրիշ ազգեր, չինացիներ են, կորեացիներ են, չգիտեմ, տարբեր ազգեր, գերմանացիներ են, ամեն մեկ իր ինչ որ համայնքում ստեղծել է մի հատ բարձր արժեք եւ իրանք LA օպերայում են ելույթ ունենում, ֆիլհարմոնիայում են, Walt Disney-ում են ելույթ ունենում, բայց եթե մենք ունենք ոչ պակաս եւ ես վստահ եմ շատ ավելի բարձր երաժիշտներ եւ երգիչներ, ինչի համար մենք չստեղծենք մերը, որը կդառնա օքեյ, ընդունենք ինչ կապ ունի դա ամերիկան միգրանտների երկիր է, չէ, բայց թող լինի էլի ամերիկյան ինչ որ ստատուսի տակ, բայց հայ դեմքով, չէ։ Դա օտար բան չէ Ամերիկայից։ Այո, աներկբա ճիշտ եք ասում, բայց ինչ է պետք դրա համար կազմակերպիչ, կազմակերպող, ֆինանսավորում։ Այո, կազմակերպիչ է պետք, նախ կազմակերպիչ է պետք եւ կարծում եմ մի քիչ պետք է պետական աջակցություն։ Հայաստանից։ Չէ։ Ամերիկայից։ Քաղաքապետարաններից, օրինակ ես շատ կցանկանայի, որ Գլենդելի քաղաքապետարանը նման ինչ-որ նախաձեռնություն ուզենար անել։ Ինչու ծրագրով չգնալ քաղաքապետարանին։ Չէ, անպայման կանեմ։ Նույնիսկ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ դիմել։ Միանշանակ, այո, Փեսադենա արդեն կարծես հարցերը լուծում ենք համայնքի երաժշտական կրթության։ Չէ, կրթության։ պետք է սկսել, գիտեք, անհնար ոչ մի բան չկա եւ ինչի համար պիտի հայկական անուշը, ասենք, չբեմադրվի LA օպերայում։ Ինչի համար։ Պետք է մեր հայ ազգը Լոս Անջելեսի տարբեր կողմերից գնա 3000 հոգի նստի այդ LA օպերային թատրոնում եւ լսի շատ բարձրաճաշակ, շատ սիրուն բեմադրված մի հատ անուշ։ Միգուցե մեր հայ երաժիշտներով, որոնք կնվագեն այնտեղ։ Դե, դա Աստված։ Բայց մենք մեծ բաներից խուսափում ենք միշտ։ Չէ, այդպես չի։ Միշտ էլ մեծ պիտի դնես կամաց փոքր իրականացրու, դու մեծն էլ հետապնդի։ Ոնց հասկանում կազմակերպիչին գտել ենք, մնում է ֆինանսավորումը։ Չէ, կազմակերպիչն էլ այն օգնականներին ա գտել, դա էլ կա, իհարկե, որովհետև թիմ է շուրջը հավաքում, վստահելի, շատ կարևոր է, որովհետև մենակ չեք կարող քայլել, դժվար է։ Շատ։ Հա, այլի շատ բան կանես, բայց ստեղծագործական առումով պիտի ունենաս հենարաններ, որտեղ այս հանձնես այս գործը այս մարդուն ասես գնալ չէ, դա քրքրվեց դրանով, մինչև համերգին ինքը կոզացի նման գա, պատրաստ։ Ինձ թվում է, որ մեր հաջորդ զրույցը լինելու է այդ մեծ ծրագրի մասին։ Շատ հուսով եմ, որ այդպես էլ կլինի ու դա շատ ուշ չի լինի։ Գիտեք, բաթ ինչն է հետ պահողը, ցավոք սրտի Ամերիկայում չես կարող տունը նստել եւ երազել եւ մտածել այդ երազանքդ ինչպես իրականս պետք է անպայման աշխատես էլ, որպեսզի կարողանաս ապրես, այստեղ դժվար է։ Դրա համար դա էլ է մեծ դեր խաղում, որ ամեն ինչը մի քիչ ավելի երկարաժամկետ է լինում, ավելի հեռու է լինում, որովհետեւ դա մի ձև sense ոնց ասեմ լյուքս է, էլի, քո առօրյան անպայման պիտի անես, ես ասում եմ, ես Հայաստանում միայն մտածում եմ իմ երգելու մասին, իսկ այստեղ իմ համերգներին մտածում եմ ամեն ինչի մասին, բացի իմ երգելուց։ Իմ երգելը էական չի, որովհետև մինչ այդ այնքան բան կա։ Պատասխանատվությունն է։ Բեր ձեր հարցազրույցներից մեկում ասում եք, որ հայաստանյան միջավայրը ձեզ շատ հոգեհարազատ է։ Դրսում, որքան էլ բեմում ձեզ լավ եք զգում, սակայն օտարությունը ճնշում է։ Արդյոք այստեղ այդ օտարության զգացումը հաղթահարել եք եւ նաև նշում եք, որ շատ վախեցնող է ձեր երեխային օտար միջավայրում մեծացնելու հեռանկարը, բայց այսօր այդպես է։ Հաղթահարել եք։ Չէ, անհնար է հաղթահարել, այդ վախերը միշտ մնալու են։ Մինչև երևի ինքը երբ որ կայուն հասուն արդեն աղջիկ կդառնա եւ արդեն կիմանաս, որ ինչքան էլ որ շեղվի, ինքը գոնե 20%-ից ավել չի շեղվի։ Վերադառնանք առաջին մասին, երբ որ ասացիք այդ օտարությունը հաղթահարելը անհնար է։ Եթե Հայաստանը ձեր մեջ ապրում է, եթե դուք զգացել եք Հայաստանի քաղցրությունը, համը, այդ Երևանյան համն ու հոտը, աշխարհի որ մեկ անկյունում էլ լինեք, միևնույնն է, այդ կարոտը ոչ մի բանը չի լրացնի։ Նույնիսկ այդ, չգիտեմ, առավոտը որ դուրս ես գալի, որ նոր գնում ես Հայաստան, հաջորդ օրը առավոտը որ դուրս ես գալի, դա
միցե ուրիշը հարազատը քեզ տանն ես զգում ամեն ինչը դա իհարկե ես հարմարվելու առումով որ ասում ես թող տանեն լուսնի վրա դնեն կհարմարվեմ այդ կարգի չեմ նեղվում բայց այդ կարոտի զգացողությունը անհնար է որ հաղթահարենք միշտ ձգտումը կա միշտ ուզում ես գնաս միշտ ուզում ես լուր լսես ուզում ես ընկերներիդ հետ խոսես շփվես չես ուզում ես այնտեղ մասնակից լինես ինչ որ մի ձև այդ ամեն ինչին դա իհարկե անհաղթահարելի է բայց շատ քաղցր է թեկուզ եւ հերվից այդ ձգտումը այդ զգացողությունը շատ քաղցր է իսկ երեխայի դաստիարակության առումով շատ ավելի է դժվարանում ես այսօր մեկ-երկու ինչ որ արտիկլ նայեցի որ արդեն Եվրոպայում որոշակի եթե չեմ սխալվում Հունաստանը, Գերմանիան եւ Իտալիան էին առայժմս որ ուզում են սահմանափակեն երեխաների մուտքը սոցիալական ցանցեր, այո։ Այսինքն մինչև չափահաս չլինեն, ինչ որ երևի դա պետք է լինի face control-ով կամ ինչ որ բանով չեմ կարող ասեմ, դա իհարկե ահագին գումարներ պետք է ներդրվի, բայց շատ եմ ողջունում այդ բանը։ Իհարկե այսօրվա ռոք համացանցը արդեն չգիտես ինչն է իրական խառնվել է ամբողջ AI-ը, սուտ fake լուրերը, fake account-ները, եւ չես կարող ոչ մի բան վերահասկես, որովհետեւ չգիտես հետևում ով է։ Եվ դու դա չգիտես խաղի ընթացքում ամիգուցե երեխայի, միգուցե ինչ որ չգիտեմ, շատ անմեղ մի հատ օրդերի ընթացքում այդ ամեն ինչը երեխային ինչ որ մի ձև հասանելիություն ունի, որը սխալ է, չես կարողանում երեխային կտրած պահես այդ ամեն ինչից, երբ որ ամբողջ միջավայրը հասարակությունը այդ շրջա չես կարա դու իրան երեխային ասես, չէ, դու ես կղզու վրա պետք է ապրես, որ մարդու հետ չէ, ինքը պիտի սովորի այդ միջավայրում ապրել, պիտի սովորի պաշտպանվել, պիտի սովորի ճիշտը սխալից։ Շատ երևի միգուցե ծնողների աշխատանքը պիտի անհամեմատ ավելի կրկնապատկվի, եռապատկվի այս բազմազբաղ օրերին, որը անհնար է թվում, որ փորձեն անընդհատ խոսեն, անընդհատ զբաղացնեն երեխային, անընդհատ հսկեն, բայց մի փաստ արձանագրեմ, որ երեխան ամեն կիրակի հետ էս գալիս այդ Sunday school-նա գալիս եւ որտեղ հավաքվում են տարբեր երեխաներով ծնողները, որ գալիս են, որ երեխաները չցանցրանան, շատ գեղեցիկ գաղափար է, բայց երեխան եկեղեցի գալով շատ ավելի խաղաղ է լինում, շատ ավելի այդ կյանքի վատ բաներից հեռու է մնում ինքը մտովի այդ երեխային հոգևորը այսօր խոսափում ենք ասում ենք ինչին է պետք է սա բայց երեխայի ներսը հոգևորով լեցնելը շատ կարևոր է որ ինքը իր մեջ պաշտպանված ինչ որ մի հատ սֆերա ունենա որտեղ խոցելիությունը անհամեմատ ավելի քիչ կլինի եւ դա իր բարգագծի վրա է տեսնում դա իր շարժուձևի մարդկանց հետ շփվելու պիտի սովորեցնես մարդկանց սիրել, մարդկանց օգնել, գիտեք, շատ կարևոր է այսօր ամեն ինչ գնում է եսակենտրոն, չէ, դու ես քոնն ամենակ ու ուրիշ բան, չէ, դա սխալ է, դա մարդկության գաղափարը դա չի։ Դրա համար էլ այսօր այդ ամենուր պատերազմ է, ամենուր չարիք է, ամենուր երեխային պիտի սովորեցնես պիտի սովորեցնես տալ, ոչ թե միայն առնել։ Իհարկե չեմ կարող ասել, որ 100%-ով ստացվում է, բայց սերմանում եմ մեջ, աշխատում եմ անեմ։ Իմ համար նույնքան հաճելի է, երբ որ ես մարդկանց ուրախացնում եմ, երբ որ ես մարդկանց իմ կողքի մարդուն ուրախ եմ տեսնում, ես իմ կողքի մարդուն բարձրացնում եմ իմ մակարդակի, օգնում եմ, եթե կարողանում եմ, դա հաճելի բան է շատ։ Եվ դա պետք է երեխային միան ծնողը հասցնի։ Բայց ասում եմ, եկեղեցու հետ կապը միայն ու միայն բարիք է մեջները սերմանում։ Ինչի՞ չէ, ինչի համար չէ։ Երբ որ խոսում եմ այդ շարականները բանը, իրանք աղոթքը գիտեն, բացատրում եմ, ինչ որ տեղեկացված են լինում, ուրավոր այնպես առանց բառերը իմանալու ասեն, ուրավոր արդեն բառերը իմանալով, իրանք արդեն հետաքրքրություն են, հարցեր են տալի, բարոն Բերջասի ինչ կնշանակի, անի ինչ կնշանակի։ Փորձում եմ իրանց համար այդ ամեն ինչը տալ, որովհետև իրանք այսօրվա երեխաները խելացի են, ամեն ինչ ուզում են հասկանալ, ամեն ինչ ուզում են իմանալ։ Պերճ գիտեմ, որ ձայնագրում եք շարականները, ինչ ծրագիր է դա, երկու բառով կասեք։ Դա ասում եմ, միգուցե մեր հայ եկեղեցու պատմության մեջ երևի մեծագույն իրողություններից մեկն է լինելու ամբողջ հայ շարակնոցի
արհեստավար ձայնագրությունը եւ թվայնականացումը։ Այսինքն դա եղավ նախորդ առաջնորդի Թորգոմ Սրբազան Տոնոյանի արևմտյան թեմի առաջնորդի մտահղացումներ, որը արժանացավ Արամ վեհապարի օրհնությանը, իհարկե որ մարդիկ կային, որ գիտակցաբար որոշեցին ֆինանսավորում տրամադրել եւ այդ ամեն ինչի իրագործել, ուրեմն այսպես ասեմ, բացի այն տաղերից մեղեդիներից, որը երգվում է, սա ամբողջ մեր հայ եկեղեցական երաժշտությունը ամեն օր ունի 5 ժամերգություն եւ տոնական օրերը, այսինքն զատիկը ունի իր ժամերգությունը, իր հատուկ երգերը, տոն օրերը ունեն, ասենք Աստվածածնի ներված տոնը ունի իր շարականները եւ այս ամենը 1982 թվականին լույս է տեսել առաջին գիրքը հատորը եւ 11 հատոր է ինքը, այսինքն որ վրայի դնեք մոտավորապես այսքան է եւ նվագակցություն չկա, ինքը մեկ տողով գրված, միայն երաժշտություն է, երջանկայի շտակ Զարե Սրբազանն է սկսել, իհարկե չկարողացավ ավարտել, որովհետեւ մահացավ եւ Օշական Սրբազանն է շարունակել, այսինքն այդ մեղեդիները, այդ երաժշտությունները, որը Բերնեի Բերան երգվել են, առաջին անգամն է, որ թղթին է հանձնվել, ինքը նոտագրվել է, իսկ այդ նոտագրությունը այնքանով է կարևոր, որ ինքը արդեն ունի ճիշտ մի հատ երգ, բայց քանի որ այդ ասում եմ վերջին հատորը երևի 2021-ին կամ 22-ին է լույս տեսել, այսինքն այդ տարիների ընթացքում միևնույնն է ինքը դասավանդվել է, ինքը փոխանցվել է եւ ամեն մեկը ինչպես լսել է, ինչպես սովորել է, այդպես փոխանցել է իր հաջորդին եւ ունենք շատ բազմագույն եւ այսինքն մի երգը կարող է 5-6 տարբեր ձևով երգվել Բայց այսօր քանի որ ունենք այդ հստակ նոտագրությունը եւ ինձ խնդրեցին որ ես հանձն առնեմ մոտավորապես 2-3 օրը մեկ գնում էի 4 ժամ ձայնագրության դրա հետ մեկտեղ այսինքն օրը 5-6 ժամ ես տունը սովորում էի որովհետեւ այդ բառերը պիտի նստի այնպես չի որ շատ մատչելի բառեր է Իհարկե ես կարողանում եմ կարդալ, որովհետև Արևմտյան Հայաստանում Սիրիայում ապրել եմ, այդ հեշտ կարդում եմ կամ արտաբերելը կարողանում եմ արտաբերել ճիշտ հնչյուններով։ Միգուցե ամեն ինչն այնպես էր դասավորվել, որ արժեր փորձել եւ սկսեցինք եւ 9 հատ արեցի, 9 հատ արդեն ունենք պատրաստ։ Մնում է 2 հատը իհարկե մի քիչ իմ խոստովանեմ իմ պատճառով որ մի քիչ այսպես ցկցկվեց որովհետև երբ որ սկսում ես ուրիշ աշխատանք անել ստիպված պիտի աշխատես այնպես է լինում որ արդեն չես կարող ձայնագրել որովհետև որակական առումով ինքը կսկսի զիջել այսինքն եթե հոգնած ես դու հաջորդ օրը չես կարող ձայնագրվել, որովհետև հետդ ոչ երաժշտություն, ոչ մի օգնող բան չկա։ Ինքը պիտի շատ սիրուն, շատ մելոդիկ լսվի եւ այդ ամեն ինչի իհարկե իմ ընկերը, որին շատ շնորհակալ եմ Արմենակը Գրիգորյան, ինքն է ձայնագրությունները իր հետ են կանում եւ այդ էդիթինգը շատ կարեւոր է, որ ինքը Իսկ որտեղ հասանելի կլինի այդ ամբողջը։ Դա երբ որ պատրաստ լինի, պիտի լինի app։ Հեռախոսի app պիտի լինի, շարհայ շարակնոց։ Եվ ինքը գաղափարը իմ համար այնպեսին է լինելու, որ մարդ, այսինքն տունը, ինքը օրվա ժամերգությունը դնի, ասենք թե առավոտ արթնացավ, չէ, առավոտյան ժամերգությունը կա, ինքը պիտի գործի գնա եւ ունի մի 15 կամ 20 րոպե կամ մեքենայի մեջ։ Ինքը դնի այդ առավոտվա ժամերգությունը լսի, ամբողջական ձայնագրությունը որ լինի, պատրաստ։ Վստահ եմ, որ ահա շատ մարդիկ պիտի դնեն եւ ուզենան ծանոթանան եւ լսեն եւ ամենակարևորը, որ ինքը պիտի ամենակարևոր նպատակը դա էր, որ ինքը պիտի ծառայի ուղեցույց մեր հայ հոգովերականներին, որպեսի բոլորը արդեն
ճիշտը դնեն սովորեն, արդեն լսելով դու սխալ չես երգի, եթե ճիշտ ինքը երգված է, որովհետև այնտեղ մի քիչ թրիչքներ կա, որ եթե շատ արհեստավարժ չեք, դժվար է այդ թրիչքը թռնել կամ իջնելու ժամանակ։ Իսկ եթե մի քիչ ավելի բարձր ես թռնում, արդեն երգը ուրիշ երգ է դառնում, կամ մի քիչ թռնելուց մի քիչ ցած ես իջնում, ուրիշ բան է ստացվում, բայց հիմա իրենք դնել լսելով, թեկուզ այն օրվանից առաջ, որ ասենք հաջորդ օրը այդ տոն օրնա իրենք պիտի այդ ժամերգություն անեն, կարելի է դնել մի երկու անգամ լսել, այդ ճիշտը մի հատ վերհիշել եւ հաջորդ օրը շատ ավելի պատրաստ ներկայացնել, որովհետեւ նույն բանի մասին պիտի խոսեմ, երբ որ ներկայացնում ենք թերի, ինքը անհասկանալի է։ Եվ անհասկանալի բանը չի կարելի ընդունելի լինել։ Հավատացյալի կողմից, հանդիսատեսի կողմից, բոլորի կողմից, ոնց ուզում եք մեկնաբանեք դա։ Պիտի լինի շատ ճիշտ, շատ ուսումնասիրված, մշակված եւ ամեն ինչը տեղը տեղին։ Այդ ժամանակ անհնար է, որ մեկ ասի, «Էս ինչ անում»։ Չէ, ինքը կլանված լսելու է։ Այո։ Հրաշալի ծրագիր է, Պերճ վստահ եմ, որ մեր հաջորդ զրույցը լինելու է այսօրվա քննարկած ծրագրերի առաջին հաջողությունների մասին։ Առաջինը շարակնոցինը կլինի, որովհետեւ շատ մոտ է։ Շատ լավ, պայմանավորվեցինք։ Եղավ։ Շնորհակալ եմ։ Ձեզ կհրավիրեմ շնորհանդեսին։ Սիրով սպասում եմ։